Երկրաշարժից 37 տարի անց 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ։ Հազարավոր շինություններ փլուզվեցին, անօթևան մնաց 514,000 մարդ, վիրավորվեց մոտ 20,000-ը, զոհվեց 25,000-ը։ Երկրաշարժի հետևանքով ավերվեց Հայաստանի ամբողջ բնակվոնդի 17%-ը։ Գյումրին այսօր Քաղաքում դեռևս կան ժամանակավոր տնակներ, որտեղ սերունդներ են մեծացել, սակայն կառավարությունը խոստացել է փակել այդ էջը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Էմմա Պալյանը զարկերակի հետ զրույցում նշեց, որ Գյումրին այսօր ոտքի է կանգնել, շնչում է, ժպտում ու զարգանում։ Գյումրու զարգացումը հատկապես սկսվել է 2018 թվականից հետո, երբ ղեկավարությունը դեմքով շրջվեց դեպի մարզեր։ Գյումրու բազմաթիվ փողոցներ ասֆալտապատված են, հանրային կյանքը ակտիվացել է, գործազուրկների թիվը նվազել, ասաց Պալյանը։ Չնայած դրան գյումրեցի падգամավորը նկատեց, որ դեռևս կան տնակներում ապրող գյումրեցիներ, սակայն գործող իշխանությունը 24/7 ռեժիմով աշխատում է, որպեսզի լուծվի այդ հարցը։